Ընտրությունների պաշտոնական արդյունքները սահմանադրական դատարանում վիճարկում են նախագահի թեկնածուներից երկուսը։ Պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Ռաֆի Հովհաննիսյանը եւ 1%-ի սահմանագիծը չհաղթահարած Անդրեաս Ղուկասյանը։ Սահմանադրական դատարանը որոշել է միավորել նախագահի երկու թեկնածուների դիմումները, քանի որ դրանք նույն հարցին են վերաբերում։ Դատարանն այսօրվա նիստի ընթացքում մեծամասամբ Ռաֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին լսեց։ Ինչու է անհրաժեշտ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Իբրև այս պահանջի հիմնավորում Ռաֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն իրենց դիմումում վկայակոչել են Սերժ Թանգյանին գրած նամակում Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, թե ինքն է կազմակերպել ընտրությունները, նաև որ պաշտոնական արդյունքներով հաղթած թեկնածուի հիմնադրամի նախընտրական ծախսերը գերազանցել են սահմանված 100 միլիոն դրամը, նրանք հղում են կատարել ԵԱԿ-ԺՄԻԳ-ի միջանկյալ զեկույցին, որտեղ միջազգային դիտորդները եւս այս մտահոգությունը հայտնել են։ Նաև հանրապետությունից բացակայողների եւ ընտրության մասնակցելու իրավունք ունեցողների վերահսկողություն չկա։ Ուստի Ռաֆի Հովհաննիսյանը հիմնավոր կասկածներ ունի, որ փետրվարի 18-ին արձանագրվել են ուրիշի փոխարեն քվեարկելու լցոնման ուղղորդված քվեարկության դեպքեր, դատարանում հայտարարեց թեկնածուի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանը։ Համակարգային բնույթ ունեցող բազմաթիվ ընտրախախտումների առկայության պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքները արժանահավատ չեն, հանրության կողմից որպես այդպիսին չեն ընդունվում եւ անվստահություն ու լարվածություն են առաջացնում։ Մերժվել են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կոնկրետ ընտրատեղամասերում վերահաշվարկ անցկացնելու 120 դիմումները։ Պարկերը պետք է բացեին, ստորագրությունները համեմատեին եւ կպարզվեր լցոնումներ եղել են թե ոչ։ Այսինքն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները բոլոր դեպքերում ասում են դուք ապացույց չեք ներկայացրել եւ մերժում ենք։ Մենք ասում ենք ներսում է ապացույցը։ Դուք որևէ ապացույց չներկայացրեցիք, որ այդ 100% մասնակցությունը ինչ որ սուբյեկտիվ գործոնների արդյունքով է, այդպես է թե ոչ։ Դուք ուղղակի ենթադրություն եք անում։ Կան ընտրատարածքներ, որտեղ որ 50%-ի մոտ անձենք են մասնակցել ընտրողներից եւ այդտեղ նորմալ ցայների բաշխում կա։ Ռաֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին հարցեր տալու հնարավորությունից օգտվեց նաև դատաքննությանն իբրև երրորդ կողմ մասնակցող նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Անդրադարձ կատարելով ընտրություններին առավել մեծ թվով ընտրողների մասնակցության վերաբերյալ նրանց պնդումներին։ Հավանականության տեսությունն է ընկած ձեր հարցի հիմքում ասած։ Մարդահամար հոչ եք անցկացրել, որ գյուղում քանի ընտրող կարող էր գնալ։ Սյունիքի մարզում եղել եմ 3 գյուղերում, որտեղ Սերժ Սարգսյանը այդ ձեր ոչ հավանականության մենակ տեսությամբ խփել էր 80-ից 90% եւ այդ գյուղերում գրեթե 50%-ից ավելի բնակչությունը բացակայում է։ Այդ երբ հասցրեցին, դա հավանական տեսություն չէ, դա ապացույցների հիման վրա ներկայացված փաստեր են։ Սահմանադրական դատարանում իբրև պատասխանող հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ նախագահը միայն նիստերի դահլիճից դուրս լրագրողների հետ զրույցում հնարավորություն ունեցավ իր դիտարկումները ներկայացնել։ Որ եթե կողմը գալիս է դատարան պետք է վերել փաստարկված ապացույցներ եւ ոչ թե սեփական տեսակետ, կարծիք, մոտեցում, ենթադրություն։ Նշեմ, որ սահմանադրական դատարանի շենքն այսօր ոստիկանության հատուկ ստորաբաժանումների հսկողության տակ է։ Սահմանադրական դատարանի նիստը վաղը կշարունակվի, իսկ որոշումը մինչև ուրբաթ պետք է կայացվի։